Ինչպես առաջին օրերին, այնպես էլ դատարանում մեղադրյալի աթոռին հայտնված մեքենայի վարորդ Գագիկ Սարգսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Հիմնական իմ պաշտպանյալի հիմնավորումները կայանում են նրանում, որ նշում է, որ պնդում է, որ ինքը ոչ թե վրա երթի է ենթարկել կամ հարվածել է, այլ ամենայն հավանականությամբ իր համոզմամբ Նարեկ Հովհաննիսյանն է հեծանվով դիպել իր մեքենային։ Ձեր պաշտպանյալը իրեն լրիվ անմեղ է ճանաչում գործով։ Իմ պաշտպանյալը նշում է, որ ինքը չի հարվածել, հակառակը ինքը պնդում է, ասում է, ես արգելակել եմ, իմ արգելակած ժամանակ է հեծանվորդը կպել ինձ։ Factor TV-ի դիտարկմանը Նարեկ Հովհաննիսյանի ստացած ծանր վնասվածքները հնարավոր էր ստանալ միայն մեքենային դիպելու հետևանքով, պաշտպանը նշում է, հենց այս հանգամանքը պարզելու համար են իրենք մի քանի անգամ դիմել դատավոր Տիգրան Ոսկանյանին փորձաքննություն նշանակելու համար։ Տեսանյութում շատ, այսպես ասած, վատ երևում է միայն իրենց բախումը հեծանվի եւ ավտոմեքենայի, բայց թե հնարավոր է որ միաժամանակ տեսեք Գագիկ Սարգսյանն ասում է որ ես արգելակել եմ, տեսնելու պահին ես արգելակել եմ եւ հեծանվորդն է եկել ինձ վրա։ Հիմա դա արդեն դա այն հանգամանքն է, որ իրավաբաններից քննարկման հարցը չի, դա փորձաքննության հարց է։ Հենց այդ պատճառով էլ ես միջնորդել եմ նշանակել տեսաձայնագրային փորձաքննություն։